Երևանի մեջ կընթանա Հայաստան համահայկական հիմնադրամի հոգապարծուներու խորհրդի նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյան Երևանի մեջ մասնակցած է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգապարծուներու խորհրդի հերթական նիստին։ Միջոցառման մասնակցած են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգապարծուներու խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյան, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյան եւ այլք։ Հայաստան համահայկական հիմնադրամի կորզացիր դնորենի պաշտոնագետար Զարուհի Ազնավուրյանը հանդես եկած է դարեգան զեկույցով ներկայացնելով իրականացված ծրագիրներն ու նախագիծերու ընթացքը։ Քննարկված են հիմնադրամի 2024 թվականի հաշվետվությունն ու 2025 թվականի դարեգան բյուջեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան հերավար գերբով մասնակցած է Բելարուսի մայրաքաղաք Մինսկի մեջ տեղի ունեցող Եվրասիական տնտեսական համաժողովին։ Ան նշած է, որ Հայաստանը թվային զարգացումը կհամարի գայուն աճի հիմնական ուղղություններն մեկը։ Հայաստանի մեջ կընթանան համագարկված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կկատարելագործվին էլեկտրոնային կառավարման համագարկերը, կբարձրանա քաղաքացիներու թվային քրագիտությունը, կմշակվին ժամանակակից անվտանգության միջոցներ։ Նվիդիայի կողմեն Հայաստանի մեջ հետազոտական կենտրոն փանալու վերջերս ընդունված որոշումը հաստատած է, որ նույնիսկ փոքր երկիրները, որոնք ունին հավակնություններ եւ տեխնիկական հասունություն, գրնան նշանակալի թեր խաղալ համաշխարհային արհեստագիտական էկոհամագարկին մեջ, ըսած է վարչապետ Փաշինյան։ Չինաստան պաշտոնական այցելության շրջանակներու մեջ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Չինաստանի պետական խորհրդի անդամ արտաքին գործոստնախարար Վան Յիի հետ։ Նախարարներ հանդես եկած են բացման խոսքով։ Օրագարկը ներառած է հարցերու լայն շրջանակ, ինչպես նաև Հայաստանի եւ Չինաստանի միջև երկկողմ հարաբերություններու զարգացման ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային թեմաներ։ Միջազգային գործընկերություններու զարգացման բարունակի մեջ նախարար Միրզոյան ներկայացուցած է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության եւ բազմազանության միջոցով զարգացող հարաբերությունները։ Ընդգծված է Չինաստանի մեկ կոդի մեկ ճանապարհ եւ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագիրներու համաձայնությունը եւ Հարավային Կովկասի, Ասիո եւ Եվրոպայի միջև գամուրջի թեր գդարելու նշանակալի ներուժը։ Ամերիկայի եւ Իրանի աբակա բանակցություններ վարելու դակավին ժամկետ չկա, չնայած Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, թե հաջորդ շաբաթ նման հանդիպում կայանալու է։ Նման հայտարարությունը Սպիտակ տան մամլոքարտուղար Քերոլայն Լևիթ լրագրողներուն հետ ճեպազրույցին։ Իր մեջ խնդրած են մանրամասնություններ հայտնել հաջորդ շաբաթ Վաշինգտոնի եւ Թեհրանի պատվիրակություններու միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ, որուն մասին բարձրացայնած է երկրի ղեկավարը։ Անոր խոսքով Վիտկով կշարունակի աշխատել Իրանի հետ Թեհրանի գորիզային ծրագիրի շուրջ պայմանավորվածություններու ցերկբերման ուղղությամբ։ Անոր խոսքով Իրանի հետ բանակցություններու նպատակը գայուն խաղաղության ցերկբերման ուղղությամբ աշխատանքն է։ Թրամփի հայտարարության արձագանքեց Իրանի արտաքին գործոստնախարարը գոչ ընելով լուրջ չընդունել Թեհրանի հետ աբակա բանակցություններու մասին Ամերիկայի նախագահին խոսքերը, քանի որ Վաշինգտոնի հետ այս հարցով որևէ պայմանավորվածություն չկա։ Իրենք չեն որոշած, թե արդյոք մասնակցելու են նոր բանակցություններուն, թե ոչ, հարցը թեր քննարկման փուլի մեջ է եւ բանակցային գործընթացի վերսկսման որևէ ծրագիր առայժմ չկա։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան հորդորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մանրագրգիռ կերպով հետաքննելու տեղեկությունները, ըստ որոնց իսրայելական անօդաչու թռչող սարքերը եւ օդանավեր գրնան Իրանի օդային տարածքը մտնել Ադրբեջանի տարածքով։ Ալիև հերքած է մեղադրանքները մասնավորապես ասելով Ադրբեջանի կառավարությունը ամբողջովին կվերահսկի իր օդային տարածքը եւ երբեք թույլ չի տար, որ այն օգտագործվի Իրանի դեմ։ Իլհամ Ալիևի հետ երեկվան հեռախոսազրույցին Պեզեշկյանն նաեւ ընդգծած է, որ Իրան երբեք պատերազմ չէ սկսած մինչդեռ Իսրայել գործած է միջազգային իրավունքի խախտմամբ թիրախավորելով հյուրեական կառույցները։ Ի պատասխան ըստ իր նախագործակալության Իլհամ Ալիև ափսոսանք հայտնած է Իսրայելի հարձակումներուն եւ ադոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանի մեջ զոհերու կապակցությամբ վերահաստատելով Ադրբեջանի հարգանքը Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Իրանի եւ ատոմային ուժանյութի միջազգային գործակալության միջև համագործակցությունը այժմ նոր ցև պիտի ստանա հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին։ Նախարարը ավելցուցած է, որ դեշտական ստուգումները գասեցված են։ Մենք դեռ որոշում չենք կայացուցած անցամբ կրոսին ընդունելու առնչությամբ, իսկ ինչ կվերապերի դեսուչներուն, ապա այդ պետք է ուսումնասիրենք, նշած է Արաքչին։ Ան ավելցուցած է, որ հյուրեական կառույցներուն ամերիկյան օդային հարվածներու հասցուցած վնասը մեծ է եւ լուրջ։ 25 հունիսին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին ատոմային միջազգային գործակալության հետ երկրի համագործակցությունը գասեցնելու մասին օրինակիցը։ 26 հունիսին Իրանի Սահմանադրության պահպաններու խորհուրդը հաստատեց փաստաթուղթը։ Իրան որոշած է ժամանակավորապես դադրեցնել գործակալության հետ փոխգործակցությունը, քանի որ այն Իսրայելը կպաշտպանե եւ պատերազմի հող կնախապատրաստե։
Ամերիկայի պետական քարտուղարությունը հաստատած է Գազայի մարդասիրական հիմնադրամի համար $30 միլիոն նյութական օժանդակությունը, կհաղորդե Reuters գործակալությունը։ Պետական քարտուղարությունը նաև գոչրած է այլ երկիրներուն նույնպես աջակցելու պատերազմեն դժուժած Գազայի։ Ըստ ծրագիրին Գազայի հատվածին օգնություն դրամատրող բոլոր միջազգային գազམ་ագերբությունները, ինչպես նաև ՄԱԳ-ի Հովանին ներքո գործողները այսուհետ կկարողանան օգնություն դրամատրել միայն այս հիմնադրամի միջոցով։ ՄԱԳ-ի գազམ་ագերբությունները դադարեցած են ծրագիրը, քանի որ ադոր իրականացման նպատակը պաշտպան կետրոնները Գազայի հարավը մարտական գործողություններեն զերծ անվտանգության կոդիներու մեջ տեղակայելն է, որը կրնա հանգեցնել Գազայի բնակիչներու հարգատիր տեղահանության։ Գազայի կառավարությունը հայտարարած է, որ մոտ 1 ամսվան ընթացքին օգնության կետրոններուն կով զոհերու թիվը կերազանցեց 500-ը։ Ուկրաինան եւ Ռուսաստանը քերիներ փոխանակած են։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնած է, որ հայրենիք վերադարձած են զինված ուժերու ասկային ճոգադի եւ pedagogan սահմանապահ ծառայության զինծառայողները, որոնց մեծ մասը քերության մեջ կգտնվեր 2022 թվականին։ Ռուս զինծառայողները տեղափոխված են Բելարուս։ 2 հունիսին Ստամբուլի մեջ տեղի ունեցած ուղիղ բանակցություններու արդյունքներով Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնեցան փոխանակել 18-ին 25 տարեկան անձերը, ծանր հիվանդները, ինչպես նաեւ զոհվածներու մարմինները 6000-ի թիմաց փանացեվով։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։